Ղուկաս 16-րդ գլուխ։ Հիսուսն իր աշակերտներին ասաց. Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ։ Նրա մասին ամբաստանություն եղավ, որ վատնում է իր տիրոջ ունեցվածքը։ Տերը կանչեց նրան եւ ասաց. այս ինչ եմ լսում քո մասին։ Հաշիվ տուր եւ տնտեսությունդ հանձնիր, որովհետեւ այլևս տնտես լինել չես կարող։ Տնտեսն իր մտքում ասաց. ինչ պետք է անեմ, քանի որ իմ Տերը տնտեսությունը ինձնից վերցնում է։ Հողի վրա աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ։ Գիտեմ, թե ինչ պիտի անեմ, որ ինձ ընդունեն իրենց տները, երբ դադարեմ տնտես լինելուց։ Եվ իր տիրոջ պարտապաններից յուրաքանչյուրին մեկ առ մեկ իր մոտ կանչելով, առաջինին ասաց. իմ տիրոջն ինչքան պարտք ունես։ Նա ասաց. 100 մարդ ձեթ։ Տնտեսը նրան ասաց. առ քո մուրակը եւ նստիր ու անմիջապես գրիր 50։ Ապա դարձավ մյուսին. դու ինչքան պարտք ունես։ Նա ասաց. 100 քոր ցորեն։ Տնտեսը նրան ասաց. առ քո մուրհակը եւ նստիր ու գրիր 80։ Եվ Տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիները իրենց սերնդի մեջ ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները։ Եվ ես ձեզ ասում եմ, նույնիսկ անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ սարքեք, որպեսզի երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ։ Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ հավատարիմ է, իսկ քչի մեջ անիրավը շատի մեջ էլ անիրավ է։ Արդ, եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ձեզով կվստահի ճշմարիտը։ Եթե օտարինը եղող բանի մեջ հավատարիմ չեղաք, ձերը ով կտա ձեզ։ Ոչ մի ծառա երկու տիրոջ ծառայել չի կարող, որովհետև եթե մեկին ատի, մյուսին կսիրի, կամ եթե մեկին մեծարի, մյուսին էլ կար համարի։ Չեք կարող եւ Աստծուն ծառայել, եւ մամոնային։ Երբ փարիսեցիները լսում էին այս բոլորը, պախարակում էին նրան, քանի որ արծաթասեր էին, եւ նրանց ասաց. դուք եք, որ մարդկանց առաջ ձեզ արդար եք ձևացնում, սակայն Աստված ձեր սրտերը գիտե, որովհետև այն, որ մարդկանց առաջ բարձր է, Աստծու առաջ զազրելի է։ Օրենքն ու մարգարեները մարգարեացան մինչև Հովհաննեսը։ Այնուհետև ավետարանվում է Աստծու արքայությունը, եւ ամեն ոք ձգտում է մտնել այնտեղ։ Ավելի հեշտ է, որ երկինքն ու երկիրը անցնեն, քան թե օրենքից մեկ նշանախեցի չափ փոքր մի բան չկատարվի։ Ով իր կնոջն արձակում է եւ մի ուրիշին առնում, շնանում է։ Ով արձակվածին է առնում, նույնպես շնանում է։ Մի մեծահարուստ մարդ կար, որ բեհեզ ու ծիրանի էր հագնում եւ ամեն օր առատապես ուրախություն էր անում։ Ղազարոս անունով մի աղքատ մարդ ընկած էր նրա դրան առաջ վերքերով ծածկված եւ ցանկանում էր լցնել իր որովայնը այն փշրանքներով, որոնք թափվում էին մեծահարուստի սեղանից, եւ դեռ շներն էլ գալիս էին ու լիզում նրա վերքերը։ Երբ աղքատը մեռավ, հրեշտակները նրան տարան Աբրահամի գոգը։ Մեծահարուստն էլ մեռավ եւ թաղվեց։ Եվ դժոխքում, մինչ տանջանքների մեջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռվից տեսավ Աբրահամին եւ Ղազարոսին էլ նրա գրկում հանգչելիս։ Եվ նա աղաղակեց ու ասաց. հայր Աբրահամ, ողորմիր ինձ եւ ուղարկիր Ղազարոսին, որ իր մատի ծայրը թրջի ջրով եւ զովացնի լեզուս, որովհետեւ այս տապից պապակվում եմ։ Եվ Աբրահամը նրան ասաց. որդյակ, հիշիր, որ դու ստացար քո բարիքներն այնտեղ, քո կյանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ չարչարանքները։ Այժմ սա այստեղ մխիթարվում է, իսկ դու այդտեղ պապակվում ես։ Եվ այս բոլորից բացի մեծ վիհ կա մեր եւ ձեր միջև։ Եթե ուզենան այստեղից ձեզ մոտ անցնել, չեն կարողանա, ոչ էլ այդտեղից մեկը կարող է մեզ մոտ անցնել։ Մեծահարուստն ասաց. արդ աղաչում եմ քեզ, հայր, որ Ղազարոսին ուղարկես իմ հոր տունը, որտեղ ես 5 եղբայրներ ունեմ, որպեսզի նրանց վկայություն տա, որ նրանք էլ չգան տանջանքների այս վայրը։ Աբրահամն ասաց. նրանք ունեն Մովսեսին եւ մարգարեներին, թող նրանց լսեն։ Եվ նա ասաց. ոչ, հայր Աբրահամ, բայց եթե մեռելներից մեկը նրանց մոտ գնա, նրանք կապաշխարեն։ Եվ Աբրահամը նրան ասաց. եթե Մովսեսին եւ մարգարեներին չեն լսում, մեռելներից մեկն էլ եթե հարություն առնի, չպիտի համոզվեն։